Դառնանք Սաղմոս 107-ին, սա այն է, ինչ Աստված անում է ձեր ֆիզիկական մարմնում իր խոսքի միջոցով։ Սաղմոս 107 սկսած 17-րդ համարից եւ կարդալով մինչև 20-րդ համարը։ Ես միշտ ասում եմ մարդկանց, երբ կարդում եմ այս համարը, որ այն վերաբերում է այլ եկեղեցու մարդկանց, քանի որ այնտեղ գրված է հիմարներ բառը։ Այսպիսով, իհարկե, դա այստեղ ոչ մեկին չի վերաբերում, այլ գիտեք, սա այլ ժողովների մարդկանց մասին է։ Այն ասում է. հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար եւ իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին։ Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից եւ մոտեցան մահվան դռներին։ Այսինքն նրանք, ինչպես ասում ենք, մահվան դռան մոտ էին։ Նրանք սպառել էին իրենց բուժօգնությունը, նրանց համար ավելին ոչինչ անել հնարավոր չէր։ Այնուհետև 19-րդ համարն ասում է. «Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից»։ Իմ մեկնաբանությունն այն է, որ որոշ մարդիկ շատ ուշ են սկսում աղոթել։ Նրանք հասնում են ճանապարհի վերջին, նրանք մահվան դռանն են հասնում, ոչինչ չի կարող օգնել նրանց, և հետո նրանք աղաղակում են Տիրոջը։ Բայց Աստված այնքան ողորմած է, նա դեռ լսում է նման մարդկանց։ Այսպիսով մենք գտնում ենք Աստծո պատասխանը 20-րդ խոսքում. «Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց, և նրանց ազատեց իրենց կորստից»։ Աստված ինչպես պատասխանեց նրանց բժշկության աղաղակին։ Ինչ ուղարկեց։ Իր խոսքը։ Դուք հասկանում եք, որ իր խոսքի միջոցով նա բժշկություն ապահովեց նրանց ֆիզիկական մարմինների համար։ Եթե նայեք 19-րդ եւ 20-րդ համարներին, ասվում է, որ այդ երկու հատվածներում Աստված փրկեց նրանց, նա բժշկեց նրանց, նա ազատեց նրանց։ Սրանք Աստծո ողորմության 3 մեծ գործերն են։ Նա փրկում է մեղքից, նա բուժում է հիվանդություններից և ազատում է սատանայի իշխանությունից։ Ի՞նչն է նա գործածում դա անելու համար, ինչ է նա ուղարկում։ Նա ուղարկում է իր խոսքը փրկելու, բուժելու և ազատելու համար։ Այս երեկո ձեզանից մի քանիսն այստեղ ֆիզիկական ինչ-որ խնդիրներ ունեն։ Դուք կարող եք ասել, որ դե ես կցանկանայի, որ եղբայր Պրինսը կանգ առներ և աղոթեր ինձ համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ Աստված հենց հիմա այցելում է ձեզ։ Նա ուղարկում է իր խոսքը։ Եթե դուք կարող եք յուրացնել, այն կարող եք դուրս գալ այս երեկո այս հավաքույթից բժշկված, քանի որ Աստծո խոսքը այցելել է ձեզ։ Այժմ թույլ տվեք անդրադառնալ ֆիզիկական բժշկության մյուս մեծ հատվածին, որը գտնվում է Առակաց 4-ի 20-ից 22-րդ խոսքերում։ Որդյակ իմ, ուշադիր եղիր իմ խոսքերին և ականջ դիր իմ ասածներին։ Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մեջ պահիր։ Աստված խոսում է իր խոսքերի և ասածների մասին, և հետո նա ասում է 22-րդ խոսքում. որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն նրանց ամբողջ մարմնին։ Ինչ է նշանակում նրանց ամբողջ մարմինը։ Դա վերաբերում է մեր ամբողջ ֆիզիկական մարմնին։ Այսպիսով Աստված ասում է իր խոսքերը և իր ասածները, և եթե մենք կարողանանք գտնել դրանք, կյանք կբերեն մեզ և առողջություն մեր ամբողջ ֆիզիկական մարմնին։ Աստվածաշնչի շատ թարգմանություններում առողջություն բառի այլընտրանքային ընթերցումը բժշկություն բառն է։ Այսպիսով Աստված դեղ կամ առողջություն է ապահովել մեր ամբողջ ֆիզիկական մարմնի, մեր ամբողջ մարմնի համար։ Ինչպես է նա ապահովել այն։ Իր խոսքերով և իր ասածներով։ Սա այն հատվածն է, որն ինձ դուրս բերեց հիվանդանոցից 1 տարի անց, երբ բժիշկներն ապացուցեցին, որ ի վիճակի չէին բուժել, Աստվածաշունչն ինձ համար ուսումնասիրելն ու տրամաբանելը, քանի որ ես փիլիսոփա էի, ինձ համար բժշկություն եղան, քանի որ ես հատուկ խնդիրներ ունեի։ Հասկանում եք, ամեն անգամ, երբ կարդում էի բժշկության մասին, ասում էի, այո, բայց դա միայն իմ հոգու բժշկության համար է, Աստված հետաքրքրված չէ իմ մարմնով։ Բայց երբ հասա Առակաց 4-ի 22-ին և այնտեղ գրված էր առողջություն նրանց բոլոր մարմնի համար, ես ինքս ինձ ասացի, որ նույնիսկ փիլիսոփան չի կարող մարմինը դարձնել հոգի կամ շունչ։ Այսպիսով ես ասացի, որ պատրաստվում եմ այդպես վարվել։ Եվ հետո ես որոշեցի, որ այն կընդունեմ որպես դեղամիջոց։ Ես բուժակ էի, ուստի գիտեի, թե մարդկանց ինչպես պետք է դեղորայք տալ։ Ես ինքս ինձ ասացի, որ ընդունելու եմ Աստծո խոսքը որպես դեղամիջոց։ Հետո ես ինքս ինձ ասացի, իսկ ինչպես են մարդիկ ընդունում իրենց դեղամիջոցները։
Սովորական պատասխանը հետևյալն էր՝ օրական 3 անգամ ուտելուց հետո։ Հիմա սա պարզ օրինակ է, հասկանում եք։ Ես կարող էի խելացի լինել, բայց մնալ հիվանդ։ Բայց ես պարզամիտ դարձա և բժշկվեցի։ Այսպիսով ես ասացի, որ ես պատրաստվում եմ Աստծո խոսքը որպես դեղամիջոց ընդունել օրական 3 անգամ ուտելուց հետո։ Ուստի յուրաքանչյուր ճաշից հետո ես գնում էի առանձնանում, բացում էի Աստվածաշունչս, գլուխս խոնարհում և ասում. «Ես հիմա դրանք ընդունում եմ որպես իմ դեղամիջոց Հիսուսի անունով»։ Եվ այն չդրսևորվեց հատուկ գերբնական եղանակով։ Դա ամենաանառողջ կլիման էր, որտեղ ես կարող էի լինել, Սուդանում, և այդ անառողջ մթնոլորտում Աստծո խոսքն ինձ կատարյալ և մշտական բժշկություն բերեց։